Կապանում փոքրիկ տրակտորն այս ամառվա չգանգետն է մտել ու տոննայով տիղմ կուտակված աղբ մաքրել հանել։ Շինարարները եզրային նոր հենապատ են կանգնեցրել նորոգել քաղաքով անցնող ջրային կասկադը։ Աշխատանքը տեղացիները հպարտանում են համայնքի փողերով է արվել, ավելի ճիշտ այն գումարով, որ ստանում են մոտակա հանքերի վճարած բնապահպանական հարկից։ Սկսած գործը շարունակելու նպատակով հաջորդ տարվա ֆինանսավորումներ է արդեն հաստատվել։ Երկրում էկոլոգիական ուղղվածության նմանատիպ ծրագրերի վիճակագրությունն են ներկայացնում շրջակա միջավայրի նախարարությունից։ 23 թվականին ներկայացվել է 8 համայնքի է տրամադրվել բնապահպանական սուբվենցիա, որի ընդհանուր գումարը կազմել է 486 մոտ 487 միլիոն դրամ ընդհանուրը։ 24 թվականին որոշակի նվազում է նկատվել, 3 համայնք է եղել, փաստացի վերջնականը, դա մոտ 71 միլիոն է կազմել։ Արդեն 25 թվականի համար մեր գումարը գերազանցել է 1 միլիարդ դրամը եւ ներառված է 15 համայնք 25 թվականի բյուջեի նախագծում։ Բնապահպանական սուբվենցիա, այսպես է կոչվում փաթեթը, որ ֆինանսավորում է Հայաստանում շահագործվող հանքերից ամենաշատ տուժող այսպես կոչված ազդագիր բնակավայրերում իրականացվող էկոլոգիական աշխատանքները։ Գումարը գոյանում է ընդերքից, պղինձ կլինի թե մոլիբդեն, բոլոր մետաղարդյունահանող զտող բիզնեսների, նաև օդը, ջուրն աղտոտող շրջակա միջավայրին տարվա կտրվածքով 2 միլիոն դրամից ավելի վնաս հասցնող տնտեսվարողների վճարած հարկերից։ Փողն ինչպես ծախսել առաջարկում է համայնքի ավականին, որոշում հաստատվում է պետբյուջեի քննարկման փուլում։ Պայմանը հստակ է, ծրագիրը պետք է ունենա բնապահպանական կամ առողջապահական ուղղվածություն, ծառատունկ լինի, մարզահրապարակի կառուցում կամ լուսավորության ցանցի անցկացում, օրինակ է բերում Լուսինե Ավետիսյանը։ Համայնքներ կան, որ աղբի համար մեքենաներ են ձեռք բերել, ջրագծեր են անցկացնում կանաչապատ տարածքների ավելացման, այսինքն բարեկարգման նպատակով, նաև շատ են այգիների, պուրակների, եւ ինչպես նշեցի, նաև առողջապահական օրինակ մասումն են, որտեղ համայնքի առաջնային կարիքների համար սարքավորումներ են ձեռք բերում բժշկական հետազոտությունը պատշաճ իրականացնելու նպատակով։ Կանաչ նախարարությունից ազդագիր գյուղ-քաղաքների համայնքապետերին հորդորում են ակտիվ լինել բնապահպանական ծրագրեր ուղարկել։ Եթե մասնահանվող գումարը քիչ է, կարելի է 3 տարվա փողը կուտակել, միանգամից կարևոր մի հարց լուծել։ Կարելի է նաև պետական սուբվենցիաների հետ համատեղ աշխատանք պլանավորել։ Երևանի համար հաստատվել է բնապահպանական սուբվենցիայով առաջիկա գարնանը Նուբարաշենի հարակից տարածքում անտառաշերտ կտնկվի։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։